Սիրով ընդունում եմ Վահագն Ալեքսանյանի մարտահրավերը։ Ընդունում եմ մեր երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ Սյուզաննա Սայադյանի մարտահրավերը։ Ունենք մի նոր մարտահրավեր նետված դեպի մեզ։ Իսկ մարտահրավերը գրքային է։ Պատգամավորները նախարարները ազգային ժողովի ամբիոնից բանավիճելուց բացի այլ ժանրում են։ Գրքաչելենջով միմյանց խորհուրդ են տալիս նվիրում տարբեր ժանրերի գրքեր։ 21-րդ դարը գիտելիքներով զինվելու դար է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի մեկնարկած գրքաչելենջի ուղերձն է։ Քաղաքական գործիչներ էին, մեր թիմի անդամներն էին, բայց դրանից հետո նաև շատ երիտասարդներ սկսեցին մեզնով հետաքրքրվել, գրել, հարցնել, այսինքն դրանով նաև իրենք ցույց են տալիս, որ իրենք էլ դեպի գիրք, դեպի կրթություն սեր ունեն։ Ու մեր համար այդ չելենջի հիմնական գաղափարը դա էր, որ պետք է շարունակական լինի, կապ չունի թե քանի տարեկան ես պետք է միշտ գիրք կարդաս, քանի որ կրթությունը նաև նորաձև է, ինչպես հաճախ ենք ասում այս վերջին շրջանում հատկապես, ու նաև այդ մասով կարելի ասել, որ երբեք չպետք է սահմանափակել մեր իմացած գրքերի քանակը, այլ անդադ պետք է կարդանք եւ նոր գրքեր բացահայտենք։ Գրքաչելենջը նաև դուրս է եկել կուսակցության շրջանակից, ասում է երիտասարդական կառույցի խորհրդի անդամը, հիշեցնում կրթությունը կառավարության առաջնահերթություններից է։ Ես օրինակ Տիկին Ավանեսյանին նվիրեցի, իմ մյուս ընկերները Պարոն Ալեքսանյանին նվիրեցին, Վահագն Ալեքսանյանին, մյուսը Գևորգ Պապյանին եւ այդպիսով իրենք էլ իրենց հերթին արդեն այդ չելենջը տարածեցին մեր մյուս գործընկերներին, նաեւ անկուսակցական գործընկերների։ Ուզում եմ այս գիրքը, ինչպես է կայանում պետությունը, Դեն Սենոր, Սոլ Սինգերի կողմից նվիրել կրկին իմ շատ լավ գործընկեր եւ ընկեր Արեն Մկրտչյանին, Լոռու մարզպետին։ Իմ ամենասիրած գիրքը որպես այդպիսին, եթե կարելի է այդպես ասել, Ջորդան Փիթերսոնի կյանքի 12 կանոն գիրքը կնվիրեմ իմ շատ լավ գործընկեր Սոնա Ղազայանին, ազգային ժողովի падգամավոր։ Ես սիրով այդ մարտահրավերը ընդունեցի եւ փոխանցեցի Ախազ Ղազարյանին, եւ այն գիրքը, որը ես փոխանցել եմ իմ գործընկերոջը, ատոմիկ սովորություններն էր, եւ ես կարծում եմ, որ լավ կլինի, որ մեր ուսանողները, անգամ ավագ դպրոցի սաները այս գիրքը աչքի տակ ունենան, որովհետեւ սա ուղիղ կապված է ստիս ընթերցանության հետ, թե ոնց մենք կարող ենք ընթերցանությունը վերածել մի սովորության, որը էապես կարող է փոխել մեր կյանքի որակը։ Եթե 30 րոպե հեռախոսի էկրանին նայելու փոխարեն գիրք ընթերցենք, տարեկան 12 գիրք կկարդանք, նկատում է падգամավորը։ Ընթերցանությունը ուղիղ համեմատական է նրան, թե ինչպես ենք տիրապետում մեր մայրենի լեզվին։ Շատ հաճախ հատկապես այն երիտասարդներ, ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել, ես հաճախ եմ ասում, որ աժամբյոնին մոտենալիս պետք է վստահ լինեք, որ հայոց լեզվին լավ եք տիրապետում։ Իսկ լեզուն մշտապես լավ տիրապետելու եւ բառապաշար հարստացնելու ամենալավ եւ հաճելի ձևը ընթերցանությունն է։ Դրա համար կրկին մեր քաղաքացիներին ասում եմ, շատ ընթերցեք, կրթվեք, որովհետեւ 21-րդ դարը դա գիտելիքով զինվելու դար է։ Ղազարյանն այժմ կարդում է Նոբելյան մրցանակակիր Դանիել Կանեմանի «Մտածողություն, արագն ու դանդաղը», նաև այլ գրքեր են խորհուրդ տալիս։ Շատ սիրելի գրքեր ունեմ, բայց հիմնականում սա է, դա առաջին գիրքը, որ Տիկին Ավանեսյանին նվիրել էի, Դորիան Գրեյի դիմանկարը, դա շատ եմ սիրում, քանի որ դա հոգու գեղեցկության մասին է։ Երկրորդը Ժիրայր Լիպարիզյանի Հայաստան եւ Թուրքիան է, որը ավելի քաղաքական գիրք է եւ այնտեղ իր ուսումնասիրությունների եւ իր այդ ամբողջ պատմության մեջ մեր Հայաստանի պատմությունն է լավ գրված եւ երրորդը Ագաթա Կրիստիի գրեթե բոլոր գրքերը սիրում եմ, քանի որ չգիտեմ դետեկտիվ շատ հետաքրքիր գնահատականություն է եւ ավելի ժամանցային է դա լինում։ Ես իհարկե սիրում եմ դասականների դպրոցի ժամանակից ընթերցած եւ հետագայում առիթ եմ ունեցել վերընթերցելու Բուլգակովի Մաստեր Մարգարիտան, Դոստոևսկիի տարբեր իրական ստեղծագործություններ եւ կարծում եմ, որ այս դասական ստեղծագործությունները վերընթերցելը տարբեր տարիքում տարբեր ազդեցություն կարող է ունենալ։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, Լուրեր։